Մոսկվայի ազգությունների տանը Ռուսաստանի Հայերի միության նախաձեռնությամբ կազմակերպվել էր հուշ երեկո նվիրված Ռուսաստանի բժշկական գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս Առողջապահության ազգային ինստիտուտի պատվավոր պրոֆեսոր վիրաբույժ Արնոլդ Արամյադամյանի հիշատակին։ Արնոլդ Ադամյանի անունն անջնջելիորեն կապված է հայկական ու նաև ռուսական բժշկությանը, մասնավորապես վիրաբուժությանը։ Ռուսաստանի բժշկական գիտությունների ակադեմիայի Վիշնևսկ անվան վիրաբուժության ինստիտուտի բաժնի ղեկավար Արնոլդ Ադամյանն անցել է կյանքի երկար եւ հիանալի ուղի, մասնագիտական գործունեության ոլորտում հասել բարձրագույն նվաճումների։ Նա գիտնական վիրաբույժների ռուսական դպրոցի վառ ներկայացուցիչն էր, ժամանակակից պլաստիկ վիրահատության հիմնադիրներից մեկը, տաղանդավոր մանկավարժ, հիանալի գիտնական ու ղեկավար։ Երեկոյին ներկա Արնոլդ Ադամյանի ընկերները, գործընկերները եւ նրանք, ում համար նա մնացել է իր պայծառ ու լուսավոր կերպարով, նշում են, որ կյանքում չկան անփոխանելի մարդիկ, սակայն Արնոլդը նրանցից շատերի համար մնաց որպես անփոխարինելի։ Вы знаете, день сегодня и радостный, потому что будем вспоминать о нем, и печальный, потому что его с нами нет. Это удивительно яркий человек, всесторонне развитый, влюбленный в хирургию, влюбленный в медицину. Он безумно любил людей, мобильный был человек. Он любил Армению, он любил свой народ. И говорят, что незаменимых людей нет. Есть, он, по-видимому, незаменим. Я с ним был почти 20 лет. Он мой учитель первый и единственный. Ну как, очень большой человек, очень большого ума, очень большого юмора человек и очень большой души. Ну, с Арнольдом Ивановичем у меня все в хирургии, например, связано в моей работе. И с родителями он хорошие отношения с моими поддерживал. И сам был нам всем как отец. Նա գործընկերների եւ բարեկամների հիշողության մեջ մնաց որպես վառ ստեղծագործող անհատ, հազվագյուտ մարդկային բարձր հատկանիշներով օժտված անձնավորություն, ով անմնացորդ նվիրումով իր ամբողջ գիտակցական կյանքը նվիրեց սիրած մասնագիտությանը, մարդկանց կյանքը փրկելու եւ երջանկություն պարգևելու վեհ գործին։ Հոգով բանաստեղծ բժիշկն այս ամենն ամբողջացրել է երիտասարդության բանաստեղծություններ գրքույկում, որում նա խորհում, կիսվում եւ պատմում է իր ընտանիքի, հայրենիքի, ժողովրդի մասին, որոնց հետ կապը նա երբեք չկտրեց։ Հազարավոր փրկված կյանքեր, մարդկային բարձր հատկանիշներ, պատմեն Արնոլդի ընկերները։ Նրա համար, ասում են, ամենաթանկն աշխարհում իր հիվանդները, ընտանիքն ու ընկերներն էին, որոնց նկատմամբ անմնացորդ սերը, նվիրվածությունն ու բարությունը ուղեկցեցին նրան ողջ կյանքում։ Մենք ամեն 3 օրը մեկ հանդիպում ենք, կամ էլ հեռախոսով նա իր բանաստեղծություններն էր կարդում, ասում է Արնոլդի վաղեմի ընկեր վաստակաշատ քանդակագործը։ Նա ցավում է, որ չհասցրեցին միասին Երևան գնալ, չնայած պատրաստվում էին։ Ուրեմն իր մահանալուց 2 օր առաջ ինքը եկավ իմ մոտ արվեստանոց, Երևան գնայինք, միասին չկարողացավ։ Այնպես ուզում եմ ասեմ, որ միշտ միասին ենք եղել, հոյակապ մարդ։ Գիտեք, եթե մարդը մի քիչ լավ չի, մի քիչ ինչ-որ միտեղ լավ չի, ուրեմն ընկերություն չի ստացում։ Բայց այնքան ինքը դրական կողմեր ուներ, այնքան բարի, կամեցով, իմաստուն, շատ բարի էր, շատ բոլորին օգնում էր եւ շատ մեծ ինքը մասնագետ էր իր աշխատանքի մեջ, իր պրոֆեսիայի մեջ։ Երեկոն ուղեկցվեց դասական երաժշտության կատարումներով Արնոլդ Ադամյանի մասին ֆիլմի ցուցադրությամբ։ Սուսաննա Հովհաննիսյան, Արթուր Ախինյան, Մոսկվայից, Երկիր այսօրի համար։